Նախ կեսարյան հատման ցուցումների մեջ, եթե ժամանակին միայն մայրական ցուցումներով էին գնում կեսարյան հատման համար, հիմա նաև ավելացել է պերինատալ ցուցումները, այսինքն պտղի հետ կապված ցուցումները, այս կամ այն խնդիրները եւս պատճառ են, որ ծնդալուծումը կատարվի կեսարյան հատման ճանապարհով։ Բարձր տեխնոլոգիաների կիրառումը, արտամամնային բեղմնավորումը, տարիքը հղիների 40 եւ ավելի բարձր տարիքում, ինչքան տարիքը բարձր է, հավանականությունը այլ հաջողված հղիությունների եւ այլնի ավելի քիչ է լինում, վերարտադրողական տարիքը ինչքան բարձր է լինում, այնքան հավանականությունը բարդությունների ավելի մեծ է լինում, բնականաբար ծնդալուծումը ավարտվում է կեսարյան հատման։ Այսինքն դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, որի հետևանքով նաև այդ թիվը ավելանում է։ Եթե առաջինը կեսարյան հատումով է լինում, երկրորդը, երրորդը եւ այլն արդեն գնում է էլի ծնդալուծումը հիմնականում կեսարյան հատման ճանապարհով։ Ճիշտ է, մեզ մոտ լինում են դեպքեր, կան դեպքեր, երբ որ մեկ կեսարյան հատումից հետո գալիս է ինքնուրույն ծննդաբերության, բայց դրա համար էլ կան որոշակի ցուցումներ, պետք է լինեն պայմաններ, հնարավորություններ, բարձրակարգ հիվանդանոց, մասնագետ, որ կարողանա կազմակերպել ճիշտ ծննդալուծումը իր հնարավոր եւ անհնար բարդությունները հաշվի առնելով։ Պետք է աշխատել հղիի հետ հղիության ընթացքում, մայրության դպրոցներում բացատրել, որ բնական ճանապարհով ծննդալուծումը, եթե չկան հստակ ցուցումներ կեսարյան հատումով ծննդաբերությունն ավարտելու, միշտ ավելի գերադասելի է, ավելի լավ է, ավելի ճիշտ է եւ հետ ծննդաբերական շրջանում շատ ավելի հեշտ է վերականգնումը լինում, ավելի լավ է գնում հաջորդ հղիությունների եւ քանակի եւ որակի վրա որոշակի ազդեցություն է թողնում։